խոսելու ենք Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Հարության մասին, որը որ մեր վարդապետության կենտրոնում է։ Մի անձնավորություն այսևի հարց տվեց, ասեց. Ինչով է տարբերվում քրիստոնեությունը մնացած այլ կրոններից, վարդապետություններից։ Ինչ տարբերություն կա քրիստոնեության եւ նույն իսլամի կամ հինդուիզմի, ասես բոլորն էլ նույն Աստծուն են պաշտում, բոլորն էլ նույնն է։ Եթե մենք այսօր կարող ենք գտնել Մուհամեդի գերեզմանը, մնացած հոգևոր առաջնորդների գերեզմանը, այսօր Հիսուս Քրիստոսի գերեզմանը դատարկ է։ Սրանով է տարբերությունը, սրանով է իմաստավորվում քրիստոնեությունը եւ սրանով ենք մենք հույս ունենալով ապրում։ Եթե չլիներ հարությունը, քրիստոնեությունը այո ոչ մի բանով չէր տարբերվի, ոչ իսլամից, ոչ հինդուիզմից, ոչ հուդականությունից, ոչ մի բանով չէր տարբերվելու։ Ինչու, որովհետև այո, որոշակի բարոյախրատական դասեր կպարունակեր իր մեջ, ինչպես եւ նաեւ պարունակում են թե իսլամը, մի պատկերացեք, որ իսլամի մեջ բարի խրատական կամ ճիշտ խոսքեր կամ խորհուրդներ չկան։ Մի կարծեք, որ բուդդիզմի մեջ չկան նման բարոյախրատական դասեր։ Մի կարծեք, որ նոր բաների, այս նույնիսկ սահմանադրությունների մեջ չկան բարոյախրատական հստակ ուղղություններ։ Բայց տարբերությունը սրանում է։ Այդ ամեն ինչը, այդ բարոյախրատական դասերը կարան միմիայն իրականություն դառնան մեր կյանքում, եթե մենք ունենք հարուցյալ Տերը, որը որ փոխում է մեր սիրտը։ Եթե մարդու սիրտը, մարդու էությունը չի փոխվում, այդ ամեն ինչ ուղղակի մնում է աֆորիզմի մակարդակում։ Լսեցինք, ասենք շատ լավ է, շատ ճիշտ է, բայց որևիցե փոփոխություն մեր կյանքում դա չի բերելու։ Ուրեմն Հիսուսի հարությամբ հաստատվում է եւ եւս մեկ անգամ մենք հաստատում ենք, որ Աստծո խոսքը ճշմարտություն է եւ ամեն բան իրականություն է դառնալու։ Հիսուսի հարությամբ փոխվեց աշակերտների կյանքը եւ աշակերտները վկայեցին Հիսուսի հարության մասին եւ մեր կյանքը պետքա վկայի Հիսուսի հարության մասին։ Հիսուսի հարությունը հաստատել է քրիստոնեության ճշմարտացի լինելը, քրիստոնեության կամ Աստծո խոսքի վարդապետության միակ ճշմարիտ լինելը։ Եվ մենք, երբ որ հավատում ենք դրանով, ունենք փրկություն Հիսուս Քրիստոսով, ունենք հույս, ու գիտենք, որ մի օր եթե ստեղ մեր աչքերը փակեցին կամ գուցե Տերը գա, իրեջ առաջ են կանգնելու եւ հավիտենականությունը իր հետ ենք անցկացնելու։ Ինչու՞, որովհետեւ Հիսուս Քրիստոսը հարություն է առել։